Կրակոցներ այո հնչում են, բայց թիրախային չեն եւ տենց ինտենսիվ բնույթ չեն կրում։ Նիստի եմ էլի ներողություն։ Բայց իշխանությունը բավական ժամանակ է նախարարությունը երկում էր, ասում էր ճպաշտության նախարարությունը կոնկրետ կրակոցների գործով կոնկրետ հայտարարություն տարածել է։ Բայց մինչ այդ չէ հայտարարություն չկար, բայց այս կրակոցների մասին վաղուց է խոսում արդեն մի քանի օր է։ Ավելի այսինքն ինտենսիվ բնույթ է կրել, որ որոշվել։ Ում կողմից է խոսում, ադրբեջանական կողմից։ Ոչ, քաղաքացիների կողմից, բնակիչների կողմից։ Լսեք, բոլոր այդ կրակոցները եւ դրանց մեկնաբանություն տրել է Պաշտպանության նախարարությունը։ Չեն թիրախավորում մեր սամար։ Ճիշտ ասում։ Ադրբեջանցիները որ կողմ են կրակում։ Դե հիմա լսեք կողմը կոնկրետ ես չեմ ֆիքսում, բայց դրանք չեն գրում կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն կրկնում եմ եւս մեկ անգամ։ Շնորհակալ։ Դակոն են դու կարծում եք։ Լսեք, հիմա սահմանը, լսեք, դա ես չեմ կարող ձեզ այդքան երկար բացատրեմ։ Դա պետքա գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք դա ինչի համար է արվում։ Չէ։ Ինչի համար արվում։ Դրանք տեսնում եք պատերը։ Լսեք, օրինակ ես հաջատեղյակ եմ, որ օրինակ երբ որ սահմանային դիրքեր մենակ մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, եւ այս կողմից եւ մյուս կողմից, երբ որ տեսանելիություն չի լինում։ Այսինքն կարծում եք, որ ադրբեջանական կողմում չկա տեսանելիություն։ Լսեք, տեսանելիության հարց չի, ես օրինակ եմ բերում։ Դեպքեր է լինում, երբ որ կրակում ենք մենք օդ, իրանք օդ, դեռևս 2000-ականներից սկսած։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք եւ նույնը իրենք էին անում։ Այս կրակոցները վերջի օրերին ես շատ լավ քաջատեղյակ եմ, սրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում։ Վիրավորներ չկան, ոչ, դա պատճառներից մեկն է, էլի եմ ասում, դրա համար դուք սահման չեք բայ, չեք կարա դրա մասին իմանալ։ Բայց պատճառը ո՞րն է։ Չէ, ես չեմ արդարացնում, բնականաբար, եթե արդարացնելու լինել, ասենք հիմա ադրբեջանական կողմը որ անդադ ապատեկատվություն էր տարածում, որ հայկական կողմը կրակում է։ Նույն Սյունիքի դիրքերի ուղղությամբ։ Դա համապատասխանում է իրականություն, թե ոչ։ Չէ, վտանգներ չեք տեսնում, որ ասում եք պատճառների։ Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բա Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, այնտեղ բան կա, որ անհասկանալի է։ Վտանգավոր չեն այդ կրակոցը։ Դե հա։ Խնածախի բնակիչներն անհանգստացած են։ Լսեք, անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա այն առումով, որ կրկնում եմ, նախ իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերը եւ այսպես ասած հենց այդ անհանգստությունը առաջացնելու պատճառով արվում մեծամասամբ եւ իհարկե խաղաղության օրակարգը նսեմացնելու համար արվում